Կարծես արդարանում է խորհրդարանական ընդդիմության մտահոգությունը։ Հունվարի 27-ը հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր սահմանած իշխանությունը, որ կյանքի պուրակ է կառուցում Երևանի բուսաբանական այգու տարածքում, մտադիր է լրիվ հրաժարվել Եռաբլուր զինվորական պանթեոն այցերից։ Քանդվում է Եռաբլուր տանող ճանապարհը, փշուր են լինում սալիկները, չնայած մի քանի ամիս առաջ է վերանորոգումն ավարտվել։ 58 միլիոն դրամ է քաղաքային իշխանությունը հատկացրել այս մի քանի մետրը վերանորոգելու համար։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը անցած տարվա դեկտեմբերին հայտնել է, թե վերջին անգամ Եռաբլուրի ճանապարհը 90-ականներին է նորոգվել, մաշվել է։ Խոշոր տրավերտինե քարերը պետք է ավելի փոքր քարերով փոխարինել, որ դիմացկուն դառնա ճանապարհը։ Ի վերջո, հին սալիկները նորերով են փոխարինել, բայց նորերը կարծես թե հեչ դիմացկուն չեն եղել։ 2-ից 3 ամսում հասցրել են ջարդվել, պոկվել։ Ինչ անեմ ասա, գլուխս ասա, վեր կենամ, որ քարին տամ։ Իշխանությունը նոր ձև է գտել Եռաբլուրում ամփոփված տղաների ծնողներին ցավեցնելու համար, հարցնում են մարդիկ։ Ու որը սենցա ցավ ենք ապրում, ասես։ Տենում ենք, բոլորս տենում ենք ոնց է վերանորոգացել։ 58 միլիոն դրամ են ծախսել։ Դե փողային բաներ եմ չկա, ես այնքան փողեր եմ ծախսել, իմ ջեբի փողերը սորոպել եմ քշում, համբալ ավտո եմ քշում, մեռնեմ ջանը։ Համացանցում բարձրացած աղմուկից հետո են տարածքում շինարարներ հայտնվել, դզում փչում են կոտրատված սալիկները։ Բայց արդյունք կտա նրանց արածը, եթե ցեմենտ ավազի խառնուրդը ձեռքի պարզ շարժումով փոշիանում է։ Դմբոյություն են անում, էլի։ Մեր ղեկավարները դմբոյավարի մտածում են, սուր բաներ են հնարում, էլի։ Իրաց են ուզում ցույց տան, էլի։ Հայրի մասին մտածող չեն։ Այս երկիրը պիտի քանդեն, թազա սարքեն։ Ով քանդի։ Քանդողը քանդում է։ Ակտիվիստ Արտուր Չախոյանը, որ զոհված տղաների ծնողների խնդրանքով է երեկ հայտնել այս պոկված սալիկների մասին, կոռուպցիա է համարում կատարվածը։ Ակտիվիստն ասում է, որ ըստ պայմանագրի սալիկները չպետք է ծակոտկեն լինեն։ Սա ոչ թե անփույթություն է, սա կոռուպցիա է։ Քանի որ պայմանագրով եւ նախագծով նախատեսված է եւ կարմիրով նշված է, որ այս քարերը պետք է լինեն առանց ծակոթի։ Մալաթիա Սեբաստիայի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դեկտեմբերին էր այստեղից տեսանյութ հրապարակել, ասելով, թե աշխատանքներն ավարտված են եւ մարդիկ կարող են արդեն Եռաբլուր գնալ գալ։ Կարող եք հանգիստ գալ եւ բարձրանալ Եռաբլուր։ Մխիթարյանը անգամ ոտքով սեղմել էր սալաքարերը ցույց տալու համար, որ ամուր է արդեն Եռաբլուր տանող ճամփան։ Այդ նույն սալաքարերը ընդամենը 2 ամիս անց լողում են ոտքի տակ։ Բացի դրանից, այս քարերի տակ պետք է լիներ B15 մարկի բետոն, բայց բետոն չկա ստեղ։ Ստեղ բետոնի փոխարեն ավազ է։ Եռաբլուր տանող այս ճանապարհահատվածը վերանորոգած կազմակերպության ղեկավարի խոսքով սալաքարերի տակ ավազ չէ, այլ ցեմենտ ավազային խառնուրդ։ Դա ցեմենտ ավազային խառնուրդ է, որը նախատեսված է այս քարի տակ դնելու համար։ Ամեն բանը համաձայնեցած եղել համայնքապետարանի հետ, այստեղ ինքնագլուխ ոչ մեկ ոչ մի բան չի արել։ Սալաքարերը ըստ վերանորոգող կազմակերպության պոկվել, ջարդվել են ձմռան ցրտի եւ ձյան պատճառով։ Ակտիվիստ Չախոյանը սակայն համաձայն չէ։ Հիմա մեկը կարա ասի, չգիտեմ, ջուրը քիչ են լցե, շաքարը շատ են լցե, աղը շատ են լցե։ Էությունը այն է, որ ճանապարհը քանդվել է, պետք է չքանդվի։ Հիմա թե բիտում չեն լցել, ասֆալտն անորակ եղել, աղն է շատ եղել, փաստը մնում է փաստ, քանդվել է։ Տրավերտին քարը մեքենաների համար փխրուն է, համոզված է ակտիվիստը։ Քաղաքային իշխանությունը չգիտի, որ ճանապարհ սարքելու համար տրավերտին քարի հիմքը պետք է երկաթբետոնե լինի, զարմանում է Չախոյանը։ Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։